Առաջին լրատվականն է եթերում, բարև ձեզ, օրվա գլխավոր թեմաների մասին նախ համառոտ։ Պարգևներ և կոչումներ գիտության, կրթության, մշակույթի և առողջապահության ոլորտների նվիրյալներին։ Հանրապետության տոնի կապակցությամբ շնորհված պարգևները հանձնել է անձամբ հանրապետության նախագահը։ Նոր դպրոց Գյումրիի Մուշ 2 թաղամասում, նոր փողոցն էլ թաղամասը կկապի քաղաքի կենտրոնի հետ, շինհրապարակ է այցելել երկրի վարչապետը։ Ինքնաբուխ ու շռայլ շնորհակալական խոսքերով Արցախում դիմավորել են Հայաստան համահայկական հիմնադրամի բարերարներին։ Նրանց մասնակցությամբ Արցախում բացվել է միանգամից մի քանի դպրոց, կրթամշակութային կենտրոն և ջրագիծ։ Մեկ տարում երկրորդ անգամ սպասվում է ամերիկյան պետքարտուղարի այցը Հայաստան։ Հիլարի Քլինթոնը Երևան կգա հունիսի առաջին երկուշաբթի օրը։ Նոր ձերբակալություններ Ադրբեջանում, Եվրատեսիլի ժամերը առաջ օտարերկրացի լրագրողները ևս մեկ անգամ դարձել են Բաքվում խաղաղ ցույցերը դաժանորեն ցրելու Ադրբեջանի իշխանության գործելավոճի ականատեսը։ Նոր փոխատեղումներ Ռուսաստանում, իշխող Եդինայա Ռոսիա կուսակցությունը կղեկավարի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը։ Թեկնածությունը առաջարկել է նախագահ Վլադիմիր Պուտինը, պնդելով, թե երկրի նախագահը չի կարող լինել կուսակցական։ Ամերիկահայ համայնքի հայելին Mirror Spectator-ը տոնում է 80-ամյակը։ Ամերիկյան մամուլի հայ ազգի լրագրողների աստղաբույլը հավաքվել է Բոստոնում։ Բացառիկ ռեպորտաժ Մասաչուսեթսից։ Ամենուրեք սպասված եւ տաղանդաշատ Սերգեյ Խաչատրյանը, աշխարհին հիացնող երիտասարդ ջութակահարը մտովի միշտ հայրենիքում է։ Լոս Անջելեսի նրա տան ցուցանակը հիշեցնում է միայն թե որքան է ֆիզիկապես հեռու Երևանից։ Բաղրամյան 26-ում այսօր նախագահ Սերժ Սարգսյանի հյուրերն էին գիտության, կրթության, մշակույթի, առողջապահության ոլորտներում հանրապետության լավագույն մասնագետները, որոնք իրենց նվիրումի համար եւ հանրապետության տոնի կապակցությամբ արժանացել են պետական պարգևների եւ կոչումների։ Հանրապետության ղեկավարը նշել է, որ այսօր մեր խնդիրն է վերականգնել եւ բարձրացնել մտավորական Հայաստանի վարկը մեր հասարակության մեջ եւ աշխարհում։ Նախագահը շնորհակալություն է հայտնել պարգևատվածներին իրենց վաստակի, աշխատանքի եւ սրտացավ վերաբերմունքի համար եւ նշել, որ եթե մեզանում յուրաքանչյուրը իր գործը անի այնպես, ինչպես նրանք, մեր պետության եւ հասարակության առջեւ ծառացած բազմաթիվ խնդիրներ կլուծվեն ինքնաբերաբար։ Պետական շքանշաններ, մեդալներ, պատվավոր կոչումներ ու պատվոգրեր գիտության, կրթության, մշակույթի, առողջապահության, սպորտի եւ մի շարք այլ ոլորտների ներկայացուցիչների։ Հանրապետության տոնի կապակցությամբ արդեն ավանդաբար Հայաստանի նախագահի հրամանագրով պարգևատրվում են առանձին բնագավառներում նշանակալի ավանդի համար ներդրում ունեցած անձինք։ Մի տարբերությամբ, որ այս անգամ վաստակավորները աչքի ընկան իրենց տարիքային բազմազանությամբ եւ նրանց շարքերում կանայք ավելի շատ էին, քան նախորդ տարիներին։ Գիտության բնագավառում նշանակալի ավանդի համար Տիգրան Մեծ շքանշանով պարգևատրվեց ակադեմիկոս Սերգեյ Համբարձումյանը։ Վաստակաշատ գիտնականը կոչ արեց համախմբվել ու միասին պայքարել Հայաստանի գեղեցիկ ապագայի համար։ Որոշեցի մի քիչ էլ երկար ապրել եւ ստեղծագործել հայ ժողովրդի եւ մեր հանրապետության համար։ Ես սիրում եմ Հայաստանը։ Հայաստանը իմն է։ Հայաստանը քոնն է։ Հայաստանը երրորդինն է։ Հայաստանը մերն է։ Հայաստանը մերն է այն հասկացությամբ, որ այնտեղ ապրում է հայ ժողովուրդը։ Եվ եկեք մոռանանք ամեն ինչ, հավաքվենք միասին, ուժ ու եռան թափենք եւ մեր Հայաստանը դարձնենք գեղեցիկ ծաղկուն երկիր։ Իրավական ոլորտում հասարակական կյանքում իր ակտիվ գործունեության համար բարձր գնահատականի արժանացավ հանրապետական պատգամավոր Դավիթ Հարությունյանը։ Նա պարգևատրվեց հայրենիքին մատուցած ծառայությունների համար առաջին աստիճանի մեդալով։ Այն քաղաքական բազմազանությունը, որ առկա եղել թե պատվիրակության կազմում, թե հանձնաժողովում, այն թեժ բանավեճերը, որ շատ հաճախ ծավալվում էին, թերևս դրա արգասիքն է այսօրվա պարգևը։ Այնպես որ ես սա անցալում եմ որպես մեր բոլորի պարգևը։ Շնորհակալություն, պարոն նախագահ։ Երկրորդ աստիճանի մեդալի արժանացավ կանանց հանրապետական խորհրդի նախագահ Նորա Հակոբյանը։ Մեդալների եւ կոչումների արժանացան մի քանի տասնյակ բժիշկներ, արվեստի ու գրականության ներկայացուցիչներ, հասարակական գործունեությամբ ակտիվորեն զբաղվող անձինք։ Նույնիսկ երազներում չէի պատկերացնի, որ կարող էր հռչակվել անկախությունը եւ 91-ից հասարակական կազմակերպություններ ստեղծելով եւ գործելով ի նպաստ մեր անկախությանը, ի նպաստ մեր անկախ պետականության ստեղծմանը եւ զարգացմանը, ես փաստորեն
Այսինքն դարձյալ երջանկություն եմ ապրում այս ամենի համար։ Հնարավորություն տվեցին, որ ես նոր երգեր երգեմ ուժ ու եռանդ, որի համար շատ շնորհակալ եմ։ Առավել եւս որ ստանում ես երկրի նախագահից պարգև, դա, չգիտեմ, իմ կյանքում երևի ամենավառ օրն է, սա երբեք ես չեմ մոռանա։ Հայտնի է ոչ մի երկիր չի կարող լավ կայանալ աշխարհում առանց մշակույթի։ Նախագահան այդ բանը անում է, քայլ առ քայլ, եւ մենք շատ շնորհակալ ենք նրանից արվեստի նկատմամբ այդպիսի ուշադրության համար։ Երբեք չեմ մտածել, որ ինչ որ պարգև ստանամ, որտեվ ես ինձ համարում եմ նվիրյալ եւ ընդհանրապես, եթե մեզնից յուրաքանչյուրը ապրի ու աշխատի պետական մտածելակերպով, ինձ թվում է մենք շատ բաների կհասնենք։ Հայաստանի Հանրապետությունը երիտասարդ է, բայց մեր միտքը շատ իմաստուն, խոր։ Գիտություն, կրթություն, մշակույթ եւ առողջապահություն երկրի ղեկավարի խոսքով սրանք այն ասպարեզներն են, որտեղ մեր ժողովուրդն ավանդաբար իրեն դրսևորել է լավագույն հատկանիշներով եւ այդ բնագավառների զարգացումը պետության առաջնահերթ նպատակներից մեկն է։ Հայ գիտնականը, բժիշկն ու արվեստագետը արժանիորեն հեղինակություն են վայելել թե մեզանում, թե օտարների շրջանում, բայց պիտի խոստովանենք, որ միշտ չէ, որ այդպես է եղել։ Եղել են նաև անկումների ժամանակահատվածներ, թե հեռավոր, թե մոտ անցյալում։ Իհարկե, տաղանդավոր անհատներ միշտ էլ եղել են եւ կլինեն, անկախ պայմաններից, բայց դա այն չէ, ինչին մենք ձգտում ենք։ Մենք այսօր իրականացնում ենք համակարգային փոփոխություններ եւ մեր նպատակն է երկրում ձևավորել այնպիսի միջավայր, որտեղ երաշխավորվի նշված ոլորտների բազմակողմանի զարգացումը։ Սա դժվար եւ ժամանակ պահանջող գործ է, բայց ես ուրախ եմ, որ մենք դուրս ենք գալիս զարգացման լայն մայրուղի եւ աստիճանաբար ուղղում ենք իրավիճակը։ Ավելին, տեղ-տեղ արդեն նկատելի հաջողություններ ունենք։ Մեր խնդիրն է վերականգնել եւ բարձրացնել մտավորական Հայաստանի վարկը մեր հասարակության մեջ եւ աշխարհում։ Լավ ու նվիրված աշխատանքին նաև հայրենասիրական բարձր ոգու համար երկրի ղեկավարը երախտագիտություն հայտնեց օրվա հերոսներին։ Դուք ձեր գործը լավ եք կատարում, շատ լավ եք կատարում։ Եթե մեզանում բոլորն իրենց գործ անեն այնպես, ինչպես դուք, մեր պետության եւ հասարակության առջև ծառացած բազմաթիվ խնդիրներ կլուծվեն ինքնաբերաբար։ Այս առումով դուք շատ թանկ մարդիկ եք, թե մեր հասարակության եւ թե անձամբ ինձ համար։ Ես շնորհակալություն եմ հայտնում ձեզ ձեր վաստակի համար։ Շնորհակալություն եմ հայտնում ձեզ ձեր աշխատանքի համար։ Շնորհակալություն եմ հայտնում ձեզ սրտացավ վերաբերմունքի համար։ Անձամբ երկրի ղեկավարի շնորհավորանքներ ու պարգևներ ստանալը հաճելի է, միևնույն ժամանակ պարտավորեցնող, խոստովանում էին նստավայրի հյուրերը։ Երկրի նախագահին նրանք հրաժեշտ տվեցին ավելի լավ, ավելի զարգացած Հայաստան ունենալու նպատակին ծառայելու պատրաստակամությամբ ու վճռականությամբ։ Լուսինե Մկրտչյան, Արման Ղարիբյան, Առաջին լրատվական։ Պարգևատրվածների շարքում նաև մեր գործընկեր շախմատային մեկնաբան Գագիկ Հովհաննիսյանն է, նրա կյանքը հազար թելերով կապված է շախմատի հետ։ Իմաստուն խաղում համաշխարհային մեր հաղթանակների մասին երկար տարիներ առաջինը ավետել է հենց նա։ Արդեն 4 տասնամյակ կապույտ էկրաններից նրա շախմատ 64 հաղորդաշարը վերջին նորություններն ու պարտիաներն է ներկայացնում հայ շախմատասերներին։ Գագիկ Հովհաննիսյանը մեր թղթակցին խոստովանել է, որ մեծագույն պատիվ է վաստակավոր լրագրողի կոչումը ստանալ հանրապետության նախագահից, որը նաև շախմատի ֆեդերացիայի ղեկավարն է։ Արդեն 40 տարի շախմատային մեկնաբանը էկրաններից իմաստուն խաղի սիրահարներին է հասցնում շախմատային կյանքի ամենավերջին նորությունները։ Իսկ այդ նորություններն, ասում է, շախմատային գերտերություն Հայաստանում չեն պակասում։ Հեռուստատեսության պատմության մեջ ամենաերկարակյաց հաղորդումն է, ասում է, կարող եմ հպարտանալ։ Երգ առանց խոսքի Մենդելսոնի ստեղծագործության հնչյունները 4 տասնամյակից ավելի սկսում ու ավարտում են հաղորդաշարը։ Նման
հաղորդաշար պարբերական շաբաթ միայն Հայաստանում է, դա իհարկե կապվում է նաև այն հանգամանքի հետ, որ Հայաստանը շախմատային առումով այնպիսի հռչակված երկիր է, հետաքրքրությունը շախմատի հանդեպ այնքան մեծ է, որ Հայաստանում է, որ նման հաղորդաշար իսկապես արժե ունենալ, ավելացնեմ, որ մեր շախմատիստները իրենց փայլուն հաջողություններով ամեն շաբաթ տալիս են հսկայական նյութ այդ հաղորդների համար։ Նաև 40-ամյա շախմատային Հայաստան հանդեսի խմբագիր, շախմատի համաշխարհային ֆեդերացիայի լրատվական հանձնաժողովի նախագահ, 45 գրքի հեղինակ, սիրողական շախմատի աշխարհի 6-րդ չեմպիոն, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Հովհաննիսյանին շախմատի հանդեպ հետաքրքրությունների նախասկիզբը տասնամյակների հեռուներն է տանում։ 12-13 տարեկան է, երբ արդեն հրատարակում էի ձեռագիր շախմատային թերթ շախմատի տախտակների վրա է կոչվում 1963 թվականին դեռ, երբ ես ընդամենը 16 տարեկան էի, ինձ վստահել էին աշխարհի առաջնության մրցախաղի մեկնաբանությունները, Տիգրան Պետրոսյանի մրցախաղի մեկնաբանությունները կատարել Վաստակավորի կոչումը վաստակի համար են ստանում ու անկեղծորեն խոստովանում է տիտղոսներով չէ, որ պիտի շարունակես սիրած գործը նույն ավյունով, բայց նաև ընդգծում է Հանրապետության նախագահ շախմատի ֆեդերացիայի ղեկավարից վաստակավոր լրագրողի կոչում ստանալը մեծագույն պատիվ է։ Կնոջն ու դստերն էլ շախմատային մեկնաբանը չի մոռանում, իմ թիմակիցներն են ասում է, վաստակից համար նրանց աջակցությանն եմ նաև պարտական։ Շնորհակալություն։ Սիանուշ Մուրադյան, Արմեն Անդրեասյան, Առաջին լրատվական։ Հայկական դասական պարարվեստի նշանավոր դեմքերից Ռուդոլֆ Խարատյանը այսօր նույնպես նախագահականում էր, իսկ հետո ողջ օրը ստանում էր շնորհավորանքներ ժողովրդական արտիստի կոչման արժանանալու համար։ Ամբողջ կյանքը բալետի նվիրած արվեստագետը աշխարհի լավագույն թատրոնների բալետային խմբերին է դասավանդել մոտ 25 տարի, ապրելով եւ աշխատելով արտասահմանում։ Այժմ էլ հերթը հայ բարողներինն է, որոնք հայկական բալետի նոր օրը կերտելու պատիվն ու հնարավորությունն ունեն Ռուդոլֆ Խարատյանի ղեկավարությամբ։ Ռուդոլֆ Խարատյանի բազում մրցանակներին, մեդալներին վաստակավոր արտիստի կոչմանն այսօր ավելացել է ժողովրդական արտիստի պատվավոր կոչումը, ինչի առիթով էլ շնորհավորում են սաները։ 25 տարի եղել է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի առաջատար մենապարող։ Իբրև մենապարող ներկայացրել է խորհրդային բալետի դպրոցը աշխարհի 40 երկրում, այնուհետև դասավանդել է Միացյալ Նահանգներում, Կանադայում, Բրազիլիայում։ 25 տարի ապրել է արտասահմանում, կառավարության հրավերով արդեն 2 տարի Հայաստանում է հայկական բալետին նոր թափ հաղորդելու համար։ Հայկական բալետ դեռ գոյություն վախենում եմ ասեմ չկա, բայց գաղափար է չկա, հիմա նոր պետք է սարքվի։ Կար բալետ, որը բալետ էր, ասենք, կան հայկական վերնագրեր բալետային, բայց հիմա ստեղծել են հայկական ոգին, այսօր առաջ անգամ մենք նոր փորձ էինք անում այդ ոգին, ոչ թե հայկական շարժ ու ձեմով, այլ հայկական ոգով։ Դասական պարարվեստի մեծ ընտանիքում հայկական բալետը կարող է ունենալ նաև իր ներդրումը։ Պարուսույցը այս տարի գոհ է իր սաներից, արդյունքը կա եւ արդեն տեսանելի է։ 2 տարին, որ մենք աշխատում ենք, այս վերջի 1 տարին շատ ենք առաջացել, այսինքն պարողները ավելի հասկացել են ինչ պահանջներ կա, ինչ է կատարվում ընդհանրապես համաշխարհային բալետում, որն են զարգացման, ասենք, հաջորդ էտապները։ Հայաստանում բալետի զարգացման համար իհարկե հարկավոր է պետական աջակցություն։ Բայց նաև մենք ինքներս պետք է փնտրենք այն ուրեմն հովանավորներին, նրանք ովքեր սիրում են արվեստ, հիմա այդ ձևը նոր ձևավորվում է Հայաստանում եւ հույսով եմ, որ արդեն մենք մարդիկ կգտնենք, որոնք հետաքրքրված են, որտեղ հայկական բալետը նա այն ձևն է, որով կարելի է դուրս գալ, դա խոսք չի, ասենք, քաղաքական ոչ մի, բայց կարելի է պատմել հայ իրականության մասին, հայ թագավորների մասին, հայկական հնությունների կամ մեր պատմությունների մասին։ Ժողովրդական արտիստին շատ է ոգևորում այն հանգամանքը, որ երիտասարդները սկսել են ավելի շատ հետաքրքրվել պարարվեստով։ Պարը նոր վերել կա ապրում ու այդ երիտասարդներն են, որ գալիս են անգամ, ասենք, տեղ չկա արդեն նստելու մեր ներկայացումներին, որը շատ ուրախալի է։ Եվ վերջում բալետի մասին Ռուդոլֆ Խարատյանի բանաձևը։ Ինքը շարժու ձևը բան է, փիլիսոփայություն է, որտեղ գոտքից ներքև դա ֆիզիկական աշխատանք, ակրոբատիկա, չգիտեմ, գիմնաստիկա, հուշ ու արևելյան մարտաձևեր, վերևը զգացական ամբողջ թատերական զգայուն նրբություններ, վերևը մտածելակերպ, փիլիսոփայություն։
Այս ամեն ինչ 3-ը մեկի մեջ պալետ։ Ալիսա Բեջանյան, Էդգար Դավթյան, Առաջին լրատվական։ Նախագահ Սարգսյանն այսօր ընդունել է Ֆրանսիայի սենատորներ Ֆիլիպ Մարինիին, Սոֆի Ժուազենին և Բեռնար Ֆուրնիեին։ Զրուցակիցները անդրադարձել են Հայաստանի անկախացումից հետո վերընթաց զարգացում ապրող հայ-ֆրանսիական հարաբերություններին։ Նրանց գնահատմամբ առանձնաշնորհյալ այդ հարաբերությունները հայ և ֆրանսիացի ժողովուրդների դարավոր բարեկամության լավագույն վկայությունն են։ Երկկողմ կապերի ամրապնդման գործում կողմերի համոզմամբ մեծ դեր ունի Ֆրանսիայի հայ համայնքը։ Նախագահը ողջունել և բարձր է գնահատել Ֆրանսիայի սենատորների այցը Արցախ։ Հանրապետության ղեկավարի համոզմամբ Արցախյան հիմնախնդրի հանգուցալուծման կարևորագույն նախապայմաններից է միջազգային հարության անաչառ և համակողմանի տեղեկացվածությունը հիմնախնդրին։ Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ խորհրդարանական մակարդակով բազմաթիվ այցելությունները նպաստում են միջազգային հարության շրջանում այն պատկերացումների ամրապնդմանը, ըստ որի Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն էլ աշխարհի մյուս ժողովուրդների նման իրավունք ունի իր ճակատագիրը տնօրինելու, սեփական երկրում ազատ և անվտանգ ապրելու։ Սենատորները նախագահ Սարգսյանին ներկայացրել են հայաստանյան հանդիպումների և Արցախ կատարած իրենց այցի տպավորությունները, նշել, որ այցը Արցախ շատ օգտակար է եղել, այժմ իրենք մանրամասնորեն տիրապետում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատմությանը և հետևելով կարգավորման բանակցային գործընթացին ողջունում են Հայաստանի կառուցողական մոտեցումը։ Նախագահ Սարգսյանը բարձր է գնահատել հիմնախնդրի լուծման ձևաչափում ընդգրկված Ֆրանսիայի ջանքերը բանակցային գործընթացում։ Իսկ Արցախում փոփոխություններն օր-օրի ավելի են ակնհայտ դառնում։ Հայաստան համահայկական հիմնադրամը հայ բարերարների նվիրատվությունները շիտակորեն ուղղել է նպատակին Արցախի զարգացմանն ու շենացմանը։ Բարերարները այս օրերին իրենք են եկել տեսնելու կատարված աշխատանքը և նաև մասնակցել մի քանի դպրոցների և ջրագծերի բացման արարողություններին։ Հայկական երկրորդ հանրապետությունում նրանց դիմավորել են օրհնության խոսքերով։ Հայաստան համահայկական հիմնադրամի մայիսյան քարոզյան ավանդաբար Արցախում անցնում է բարձր տոնայնությամբ։ Տեղացիների հետ սփյուռքահայերի հերթական հանդիպումն ինչպես միշտ ուրախ առիթներով է, իսկ այս անգամ եւ առիթներն էին շատ եւ հյուրերը։ Հիմնադրամի 25 մասնաճյուղերից 60 ներկայացուցիչ ժամանել է Արցախ, տեսնելու բոլոր այն փոփոխությունները, որոնք կատարվել են մեկ տարվա ընթացքում։ Փոխադարձ շնորհավորանքներն ու շնորհակալությունները ինքնաբուխ ու շռայլ էին։ Մեր բարդականությունը ինչ որ մարդահրավերները լա մենք պատրաստ ենք գոժանտագելու։ Երևի բարերս անզորեն իմ ներաշխարը արտահայտելու ներկա ենք ցեզ կաչալելու ցեզ ասելու որ անոք մնացեք որ սպիրկի մեջ մենք ցեր կողքին ենք խոնարհվում եմ նման մարդկանց առաջ կողմ մնացինք դեսանք աշխատանքները ըմբեցի ես ջուրը շատ համեղ էր շատ հոյակապ դպրոց է ուղղակի մեր ուրախությանը մեր ոգևորությանը չափ սահման չկա ամենալ միասին գնենք որ հիմնադրամը եթե նա մեր անցյալն է սա մեր ապագան է Դպրոցներ, ջրագծեր, կրթամշակութային կենտրոն ու համայնքապետարան։ Շրջայցի աշխարհագրությունը մեծ էր գրաֆիկա հագեցած։ Մարտակերտի հերոսական Վաղուհաց գյուղի 150 աշակերտներին նվիրած դպրոցը Սամվել Ալեքսանյանի նյութական միջոցներով է կառուցվել, սակայն երկու մասնաշենքով եռահարկ կրթօջախը նախատեսված է 240 աշակերտի համար։ Հաջորդ նոր դպրոցի հանդիսավոր բացումը Մարտունու Գիշի գյուղում էր, որին մասնակցել էր նաև Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանը։ Վարդանյանների ընտանիքի ֆինանսավորման նորակառույցը 320 աշակերտի համար է, երկհարկանի դպրոցը ժամանակակից կրթահամակարգի թելադրանքով է, լաբորատորիաներ, հանդիսասրահ, մարզադահլիճ ու ճաշարան։ Կահավորման համար հոգացել են բրազիլահայ բարերարները, իսկ Շուշիի Խաչատուր Աբովյանի անվան դպրոցական համալիրի հանդիսավոր բացումը տեղի կունենա այս տարվա սեպտեմբերի 1-ին։ Բարերարները հավաստիացան, որ աշխատանքները նորմալ հունով են ընթանում։ Դպրոցաշինությունից բացի Հայաստան համահայկական հիմնադրամը նաև Արցախի ջրամատակարարման լայնամասշտաբ ծրագրին է մասնակցում։ Ստեփանակերտի 10-րդ եւ 11-րդ գոտիների ջրագծի շինարարության ավարտը խորհրդանշական աղբյուրի բացմամբ նշանավորվեց, շնորհիվ որի եւս 14000 բաժանորդ շուրջօրյա ջուր ունեցավ։ Իսկ Մարտունիում ջրամատակարարման ներքին ցանցի կառուցման երկրորդ փուլն ազդարարվեց։ Առաջին փուլի ավարտից հետո 305 ընտանիք խմելու ջուր ունի այսօր։ Հիմնադրամի ներկայացուցիչները Մարտունիում ծանոթացան նաև կառուցվող շրջանային բուժմիավորման շենքի շինարարական աշխատանքներին։ Հանդիսավորության հաջորդ կանգառը Շուշիի մշակույթի եւ երիտասարդության կենտրոնի մասնաշենքի բացումն էր, որն իրականացրել է Տորոնտոյի հայ համայնքը։ Բոլոր բարերարները շատ գոհ են, ինչը շատ կարևոր է։ Եթե նախկինում հիմնադրամն էր թելադրում Արցախի կառավարության շինարարական աշխատանքների տեմպերը, ապա այսօր հակառակ գործընթացն է տեղի ունենում։ Կառավարության աշխատանքի տեմպերով է պայմանավորված հիմնադրամի գործունեությունը։ Արդեն 3 տարի է բոլոր ծրագրերն իրականացվում են համաֆինանսավորմամբ։ Արա Հարությունյանը շնորհակալություն է հայտնում այն ամենի համար, ինչն օգնում է Արցախին։ Սփյուռքը ամեն օր պայքարում է, որպեսզի Արցախը ավելի շուտ ճանաչվի միջազգային հանրության կողմից։
Սփյուռքը ամեն օր ներդրումներ է իրականացնում Արցախում, տնտեսության զարգացման ուղղությամբ, Սփյուռքը ամեն օր ֆինանսական միջոցներ է հատկացնում Արցախին, սոցիալական ծրագրերի իրականացման ուղղությամբ։ Հայաստան համահայկական հիմնադրամի հոբելյանական 20-րդ տարվա հաշվետվությունն անշուշտ ծավալուն է լինելու, բայց շատ ավելի մեծ է արցախցիների օրհնությունը, որ ամեն Աստծո օր ուղղվում է իրենց բարեկեցության հեղինակներին։ Մերի Դավթյան, Մհեր Մկրտչյան, Մերուժան Հայրապետյան, Առաջին լրատվական։ Նոր ուսումնական տարին Գյումրու Մուշ 2 թաղամասի պատանի բնակիչները կդիմավորեն նոր դպրոցում։ Մինչև օգոստոսի 10-ը 1080 աշակերտի համար նախատեսված դպրոցը պետք է պատրաստ լինի։ Վարչապետ Տիգրան Սարգսյանն է այցելել Գյումրի, եղել դպրոցի շինհրապարակում, նաև հետևել Մուշ 2 թաղամասը Գյումրիի կենտրոնին կապող ճանապարհի շինարարությանը։ Մայրաքաղաքից եկած պատվիրակներին ամենուր ուղեկցել է Աննա Մարտիկյանը։ Բուլվարային փողոցը կապում է նորակառույց Մուշ թաղամասի հետ։ Այս ճանապարհը մոտ 250 մետր է, սա էլ 1.8 կիլոմետր։ Լուսավորությամբ երկկողմանի Գյումրիում իրականացվող շինարարական ու ճանապարհաշինական աշխատանքներից բնակիչներին ամենից շատ ուրախացրել է բուլվարային թաղամասը Մուշ 2-ի հետ կապող ճանապարհի շինարարությունը։ Թաղամասում ճանապարհաշինական աշխատանքներ չէին իրականացվել 88-ից ի վեր, արդեն կատարված են հողային աշխատանքների մի մասը, շարված են եզրաքարերը, ասֆալտապատման աշխատանքներն էլ սպասում են եղանակի թույլատրությանը։ Չափազանց դժվար էր, մաքուր ճանապարհում էինք, լրիվ ցեխոդված, կարելի ասել կիսով չափ ցեխոդված տուն էինք գալիս, տարբերակ չկար չցեխոդվելու։ Ճանապարհի շինարարության ընթացքին ծանոթանալուց հետո վարչապետի գլխավորած պատվիրակությունը շտապեց հետևելու Մուշ 2 թաղամասում կառուցվող 4 մասնաշենքից բաղկացած 1080 աշակերտական տեղով դպրոցի շինարարական աշխատանքների ընթացքին։ Ռուսաստանի Դաշնության վարկային միջոցներով կառուցվող 2012 միլիոն դրամ արժողությամբ նորակառույց դպրոցը 2012-ի սեպտեմբերին կբացի իր դռները։ Նորակառույց թաղամասի բակերից մեկում կանաչապատման աշխատանքներից անմասն չմնաց նաև Տիգրան Սարգսյանը, այնուհետև ծանոթացավ արդեն վիճակահանության մասնակցած նորակառույց բնակարանների ներքին հարդարման աշխատանքներին։ Տեսնում եք, որ պատրաստ է շարժման սերտիկական հարցեր արդեն ամեն մի բնակիչ իր բնակարանը հիմա ստանա։ 2010-ին Գյումրիում սկիզբ առած բնակարանաշինության ծրագիրը մեղմելու էր քաղաքապետարանի ներկայացրած անօթևանների ցուցակի համաձայն 4270 անօթևան ընտանիքի բնակարանային խնդիրը։ Մյուս բնակարանները կողքն են, արդեն հիմքերը քանդված են, բետոնային աշխատանքները սկսված են։ Ես կարծում եմ մենք մինչև սեպտեմբեր ամիս կարող ենք հստակ իմանանք, թե որ բազմաբնակարան շենքում քանի 1, 2, 3, 4 սենյականոց բնակարաններ ենք ունենալու։ Բնակարանաշինության երկրորդ ծրագրով կառուցված 1756 բնակարանից մոտ 585 3 և 4 սենյականոցներն արդեն գտել են իրենց տերերին։ Մնացած 1174 2 և 1 սենյականոցներն էլ կգտնեն մինչև հուլիս ամիսը։ Իսկ դեռ լուծում պահանջող 420 ընտանիքների բնակարանային խնդիրը իր լուծումը կստանա մեկնարկող լրացուցիչ բնակարանաշինության արդյունքում։ Աննա Մարտիկյան, Տարոն Բալոյան, Առաջին լրատվական։ Նոր ձերբակալություններ Ադրբեջանում Եվրատեսիլի առիթով այդ երկրում գտնվող բազմաթիվ օտարերկրացի լրագրողների ներկայության հանգամանքից օգտվելով մի քանի տասնյակ ընդդիմադիրներ փորձել են բողոքի ցույց անցկացնել Բաքվի կենտրոնում, սակայն ոստիկանները դարձյալ բռնի ուժով ցրել են նրանց, իսկ ամենաակտիվիստներին տեղափոխել մեկուսարաններ։ Միաժամանակ Բաքվի շուրջ ավելի է սեղմվել միջազգային տեղեկատվական օղակը։ Ֆրանս պրես միջազգային գործակալությունը ևս անդրադարձել է Բաքվի ռեժիմի հակամարտկային բնույթին և ազատ խոսքի դաժան սահմանափակումներին։ Գործակալությունը զրուցել է ընդդիմադիր առաջնորդների Զիսա Ղամբարի հետ, որի վստահեցմամբ Ալիևը ամեն կերպ փորձում է լրացնել իր դեմ արտահայտվողներին։ Associated Press գործակալության թղթակիցը զրուցել է ազգային ճակատ կուսակցության առաջնորդ Ալի Քերիմլիի հետ։ Քերիմլին պնդել է, որ երկրի միջազգային մրցույթը լավ միջոց է, որպեսզի աշխարհը ճնշում գործադրի Ալիևների կլանի վրա։ Մենք ակնկալում էինք, որ Եվրատեսիլն Ադրբեջանի վրա կհրավիրի բոլորի ուշադրությունը, եւ դա այդպես էլ եղավ։ Անցած ամիսներին աշխարհի ամենաազդեցիկ լրատվամիջոցներն ուշադրության կենտրոնում էին պահում Ադրբեջանը։ Մեզ դա շատ հաճելի է, սակայն ցավոք Ադրբեջանի իշխանությունը ոչինչ չարեց իրավիճակը բարելավելու համար։ Նրանք չօգտագործեցին առիթը, որպեսզի աշխարհին ցույց տան, որ Ադրբեջանը սկսել է փոխվել։ Քերեմլին միջազգային գործակալություններին և իրավապաշտպան կազմակերպություններին հորդորել է շարունակել ուշադրության կենտրոնում պահել ոչ թե Եվրատեսիլը, այլ Ադրբեջանում մարդու իրավունքների ոտնահարումների աղաղակող դեպքերը։
Քերեմլին նշել է, որ արդեն 18 տարի երկիրը կառավարում է Ալիևի ընտանիքը եւ այդ ընթացքում ձերբակալվել եւ դատապարտվել են ավելի քան 1000 քաղաքական հասարակական գործիչներ եւ լրագրողներ։ Նա կրկին հիշեցրել է երկրի 70 քաղբանտարկյալների մասին, որոնց անվանում են նաեւ խղճի բանտարկյալ։ Ժողովրդավարական ճամբարի բազմաթիվ ներկայացուցիչներ անհանգստացած են, որ Եվրատեսիլից հետո ռեժիմն էլ ավելի դաժանորեն կոտնահարի մարդու հիմնարար իրավունքները եւ բռնությունների ու ճնշումների նոր ալիք կբարձրանա։ Այդ պատճառով էլ մենք հուսով ենք, որ համաշխարհային եւ արևմտյան կազմակերպությունները եւ լրատվամիջոցները կշարունակեն հետեւել այստեղ իրադարձություններին, նաեւ Եվրատեսիլից հետո։ Ալի Քերեմլիի հետ համաձայն է նրա քաղաքական գործընկեր ընդդիմադիր Մուսավատ կուսակցության ղեկավար Իսա Ղամբարը։ Նա համոզված է, որ Ադրբեջանին նոր զարգացումներ են սպասում։ Իհարկե, Եվրատեսիլը հայտնվել է միջազգային ուշադրության կենտրոնում, սակայն կյանքը շարունակվելու է նաև դրանից հետո, եւ ցավոք մենք կմնանք Ալիևի ռեժիմի դեմ միայնակ։ Իհարկե, մենք շարունակելու ենք ռեժիմի դեմ պայքարը։ Կարծում եմ, Ադրբեջանի ժողովրդավարական ուժերի պայքարը դեռ երկար է շարունակվելու եւ դեռ կհայտնվի միջազգային հանրության ուշադրության կենտրոնում։ Արդեն 12 օր շարունակ Ադրբեջանի 1 տասնյակից ավելի ակտիվիստներ հացադուլ են հայտարարել պահանջելով բանտերից ազատել երկրի ավելի քան 70 քաղբանտարկյալներին։ Չնայած մեր առողջությունն արդեն չի ներում, մենք ցանկանում ենք շարունակել հացադուլը եւ հասնել մեր համախոհների ազատ արձակմանը։ Դա է մեր նպատակը։ Մայիսի 21-ին ես մասնակցում էի բողոքի խաղաղ ակցիայի եւ ահա տեսեք դրա արդյունքը։ Նրանք հարվածում էին նույնիսկ կանանց։ Ես ցանկանում եմ գտնել այդ մարդուն, որն ինձ հարվածել է եւ հայց հարուցել նրա դեմ։ Եթե տեղական դատարանները չօգնեն, ես կդիմեմ Եվրադատարան։ Անցած շաբաթվանից սկսած միջազգային իրավապաշտպան կազմակերպություններն Ադրբեջանի իշխանությանը ռմբահարում են ժողովրդավարության եւ մարդու իրավունքները եւ նորմերը հարգելու, բանտարկվածներին ազատելու եւ խոսքի ու հավաքների ազատությունը երաշխավորելու հորդորներով ու պահանջներով։ Amnesty International կազմակերպությունն օրինակ Բաքվին առաջարկել է համադրել հաճելին օգտակարի հետ Եվրատեսիլի անցկացման օրերն օգտագործելով բարելավել մարդու իրավունքների վիճակը երկրում։ Սակայն ժամանակը ցույց է տալիս, որ Բաքուն մեղմ ասած արհամարում է այդ կոչերը եւ նույնիսկ արևմուտքի ազդեցիկ լրատվամիջոցների տեսախցիկների առաջ ցինիկաբար դաժանորեն ցրում բողոքի խաղաղ ցույցերը։ Դավիթ Մուրադյան, Առաջին լրատվական։ Իդեպ Եվրոպական երգի փառատոնը իր մեկնարկը Բաքվում կտա մոտ 1.5 ժամից։ Առաջին ալիքը ուղիղ հեռարձակմամբ այն կցուցադրի ժամը 23-ին։ Եվրատեսիլի հայկական տաղավարում կաշխատեն իմ գործընկերներ Գոհար Գասպարյանը եւ Արթուր Գրիգորյանը։ Հայաստանում ամերիկյան դեսպանատունը պարզաբանել է մարդու իրավունքների զեկույցի Լեռնային Ղարաբաղին առնչվող հատվածի ձևակերպումները։ Դեսպանատունը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի մասին 2011 թվականի մարդու իրավունքների զեկույցում ներկայացված շարադրանքը բխում է բոլոր երկրների վերաբերյալ զեկույցի պատրաստման իրենց ուղենիշներից։ Այն ըստ դեսպանատան որևէ կերպ չի կանխորոշում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում Հայաստանի եւ Ադրբեջանի միջև Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացի արդյունքը։ Հայաստանում ամերիկյան դիվանագիտական առաքելությունը նշել է, որ Վաշինգտոնը շարունակում է պաշտպանել ուժի կիրառման կամ ուժի կիրառման սպառնալիքի բացառման, տարածքային ամբողջականության, հավասար իրավունքների եւ ազգերի ինքնորոշման Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքները, որպես Լեռնային Ղարաբաղի հակամարտության ցանկացած լուծման հիմնարար տարրեր։ Հիշեցնեմ, որ նախորդին հրապարակված զեկույցի մեջ ամերիկյան պետքարտուղարությունը Արցախը որակել էր որպես էթնիկ հայերի վերահսկողության տակ գտնվող տարածք։ Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հունիսի 4-ին կայցելի Հայաստան։ Այցի ընթացքում Հիլարի Քլինթոնը կհանդիպի Հայաստանի նախագահի, բարձրաստիճան այլ պաշտոնյաների, հասարակական կազմակերպությունների ղեկավարների հետ։ Հայաստանից Քլինթոնը կմեկնի Վրաստան, հետո Ադրբեջան, ապա Թուրքիա մասնակցելու հակահաբեկչության թեմայով նախարարական միջազգային խորհրդաժողովին։ Ամերիկյան արտաքին գերատեսչության խոսնակ Վիկտորիա Նյուլանդի տվյալով մինչև Հայաստան գալը ամերիկյան պետքարտուղարը մայիսի 31-ին կսկսի իր այցը Դանիա, Նորվեգիա եւ Շվեդիա։ Ամերիկահայ համայնքի հայելին Mirror Spectator պարբերականը տոնում է 80-ամյակը։ Այն առաջին անգլալեզու թերթն է Միացյալ Նահանգներում եւ այս 8 տասնամյակներին անդրադարձել է Սփյուռքի եւ հայաստանյան բոլոր խնդիրներին լայն սպեկտրով լուսաբանել ամենատարբեր իրադարձություններ։ Հեղինակավոր պարբերականը իր տարեդարձի արդիվ ինքն է նվերներ եւ պարգևներ հանձնում։ Տոնակատարությունները Բոստոնում են հավաքել ամերիկահայ լրագրողների աստղաբույլին։ Ներկայ է եղել նաեւ իմ գործընկեր Հայկարամ Նահապետյանը։ Ամերիկյան պետության առաջին անգլալեզու հայկական թերթի 80-ամյակի տոնակատարությունները շարունակվում են։ Mirror Spectator-ը հայ համայնքի հայելինը սկսած 1932 թվականից, երբ Պետրոս Նորհատը եւ Եղիշե Չրակյանը սկսեցին հայկական լուրերը տարածել լատինատար լրատվամիջոցի տարբերակով։ Եվ արդեն սկսած է այդ օրերուն
ցեվով գործընծնել իրենց լեզուն եւ հայության գաբելու միակ ցևը այդ օրերու ոչ տելևիզիոն կար, ոչ հեռուստացույց, թերթն էր։ Տոնակատարությունների շրջանակում հանդեսն ինքը պարգևներ է հանձնում Բենտլի համալսարանի պատվավոր նախագահ Գրեգորի Ադամյանը ստանում է գլխավոր մրցանակը, մյուս մրցանակները փոխանցվում են ամերիկյան մամուլի հայ լրագրողներին։ NBC հեռուստաալիքից Ժանետ Շամլյան եւ Պոլիտիկո թերթի վերլուծաբան Չարլզ Մահտեսյան։ Ամսվա մեջ առնվազն 20 օր ճամփորդում եմ։ Երբեմն մտածում եմ, թե ավելի շատ եմ լինում օդանավերում, քան այդ նույն օդանավերի ուղեկցորդուհիները։ 5 երեխա ունեմ, ամուսինս էլ հաշված 6 երեխա։ Իրոք շատ զբաղված եմ, բայց այսօրը ինձ համար շատ կարևոր էր ու պատվաբեր։ Ու ես Հյուստոնից եկա ինձ հետ բերելով նաև 2 դեստրերիս։ Հայրս ասում էր մտածիր անցած դարերի մասին, եկած ու անցած ժողովուրդների մասին։ Տասնյակ ազգեր վերացան, մենք մնացինք։ Այստեղ ինչ-որ արտասովոր բան կա։ Ավելի ուշ այս մոտեցումն ինձ օգնում էր իմ աշխատանքում։ Գիտակցությունը, որ մենք հայերս շնորհալի ժողովուրդ ենք։ Ամերիկահայ թերթը կարդում են ոչ միայն հայերը։ Մասաչուսեթսում է ապրում Թաներ Ակչամը, որը հայ համայնքի հետ է տոնում Հայկական Հոբելյանը։ Բարբերաբար հետևում եմ Mirror Spectator-ին, որովհետև եթե ուզում ես տեղյակ լինել ինչ է կատարվում Հայաստանում ու հատկապես Սփյուռքում, պետք է անպայման կարդաս այդ թերթը։ Նաև հարմար է, քանի որ լուրերն անմիջապես ուղարկում են էլեկտրոնային հասցեի։ Պաշտոնական Երևանը ներկայացնում են Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը եւ ՄԱԿ-ում Հայաստանի դեսպան Կարեն Նազարյանը։ Բացի լրատվական եւ հայապահպանական գործառույթները, համայնքային մամուլը եւս մի կարևոր խնդիր ունի, շեշտում է Սփյուռքի նախարարը։ Թուրք-ադրբեջանական քարոզչամեքենան ամեն օր անխտիր կեղծում է մեր պատմությունը։ Ամեն օր փորձում է խեղաթյուրել Ղարաբաղի եւ ցեղասպանության խնդիրները։ Ամեն օր ստաղոտ դուրեր է տարածում։ Եվ այն հզոր ցանցը, որ կա աշխարհում, այդ մեր այսօրվա հոբելյարը, պետք է ամեն ինչ անեն, որպեսզի կարողանան հաղթել նաև տեղեկատվական պատերազմը։ Սփյուռքի նախարարը Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանին կփոխանցի հատուկ իր համար սահմանված մրցանակը, իսկ եթե հնարավոր լիներ առաջ նայել ինչպիսին կլինի ամերիկահայերի հայրին, եւս եթե ոչ 80, ապա գոնե մի քանի տարի անց։ Հույս ունենանք, որ թերթը միշտ լինի, ինչ ձևով տեխնոլոգին եւ society-ին փոխվի, այդ ձև մենք հետ ներգնանք։ Գյուտենբերգի տպագրության գյուտից կես դար անց հրատարակեցինք առաջին գիրքը, New York Times-ի լույս աշխարհ գալուց կես դար առաջ արդեն տպվում էր հայկական ազդարարը։ Հայ տպագրության թեման է ամբողջացնում վաստակաշատ լրագրող եւ համայնքային գործիչ Երվանդ Ազատյանը։ Իսկ աշնանը հայկական հայլու հոբելյանական տոնակատարությունները կշարունակվեն Դետրոյթում, ապա Չիկագոյում։ Հայկարամ Նահապետյան, Առաջին լրատվական, Բոստոն։ Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ընտրվել է իշխող Եդինայա Ռոսիա կուսակցության նախագահ։ Նրա թեկնածությունը առաջադրել է այդ պաշտոնը զբաղեցրած նախագահ Վլադիմիր Պուտինը, պնդելով, որ երկրի նախագահը չի կարող լինել կուսակցական։ Դմիտրի Մեդվեդևը խոստացել է բարեփոխել կուսակցությունը, այն դարձնել ավելի ազատական եւ ներմուծել ընտրողների հետ հաղորդակցության նորագույն մեթոդները։ Նա նաեւ կոչ է արել ավելի ակտիվացնել երիտասարդության հետ շփումները։ Կուսակցության նախագահ դարձած վարչապետը հորդորել է ավելի մեծ ուշադրություն դարձնել համացանցին եւ կուսակցության ղեկավարումը դարձնել ավելի ժողովրդավարական։ Սիրիայի Հալեբ քաղաքում նախագահ Բաշար Ասադի հակառակորդները կազմակերպել են հերթական բողոքի ակցիան, որը սակայն ավարտվել է ոստիկանության կողմից արցունքաբեր գազի եւ ռետինե փամփուշտների կիրառմամբ։ Ապստամբները պնդել են, թե իրավապահները կիրառել են հրազեն եւ սպանել 2 ցուցարարի։ Associated Press գործակալությունը ներկայացրել է բողոքի ակցիայի սիրողական կադրերը եւ շեշտել, որ անհնար է պարզել տեսագրության հեղինակներին եւ կատարման վայրը։ Ըստ գործակալության տեսագրության ընթացքում ցուցադրվել են նաև Դամասկոսի եւ Սիրիայի այլ քաղաքների բողոքի ակցիաները։ Արդեն մոտ 1.5 տարի Սիրիայում իրավիճակը չի հանդարտվում, ապստամբները շարունակում են պահանջել նախագահ Ասադի հրաժարականը։ Նախագահն էլ ապստամբներին ահաբեկիչներ որակելով ճնշում են նրանց ընդվզումները։ ՄԱԿ-ը Սիրիայի ուղարկել 250 ռազմական դիտորդի, եւս 50-ը պետք է ժամանեն առաջիկա շաբաթների ընթացքում։ Հայաստանի երիտասարդական հիմնադրամում այսօր կիրառական քաղաքագիտություն դասընթացի մասնակիցներին հանձնվել են ավարտական վկայականներ։ Ծրագրին մասնակցել է մրցութային կարգով նախապես ընտրված 25 երիտասարդ։ Նրանք շաբաթը 4 օր մասնակցել են սեմինարների քաղաքագիտությունից, պատմությունից, մշակույթից, դասընթացը վարել են փորձառու մասնագետներ, վերլուծաբաններ։ Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգողը նշել է, որ նման դասընթացների անցկացումը շարունակական է լինելու։
երիտասարդական հիմնադրամի համար կրթական ծրագրերը համարվում են գերակա ուղղություն։ Հիմնական նպատակը ծրագրի բարձրացնել երիտասարդների քաղաքական գիտելիքները, քաղաքացիական այդ հասարակություն ստեղծելու ճանապարհին ավելի կրթված ու ավելի բանիմաց երիտասարդներ պատրաստելն է։ Որպես երիտասարդ, ներկա եւ ապագա կերտող անձնավորություն, ինչ կարող ենք անել մեր պետության համար եւ որ ուղղությամբ պետք է համալրենք մեր ուժերը, որպեսզի կան լինի մեր գիտելիքներն ու ընդհանրապես քայլերը։ Երևանում ինքնադիմանկարի ցուցադրմամբ այսօր նշվել է հայ մեծանուն կինոռեժիսոր դերասան Ֆրունզե Դովլաթյանի ծննդյան 85-ամյակը։ 20-րդ դարի հայ անվանի ռեժիսորը թեև քիչ թվով ֆիլմեր է նկարահանել, սակայն դրանք բոլորն էլ համարվում են կինոաշխարհի իսկական գլուխգործոցներ։ Նրա շնորհիվ իրենց կինոկարիերան են սկսել Արմեն Ջիգարխանյանը, Մարգարիտա Տերեխովան եւ այլ անվանի աստղեր։ Արմեն Ջիգարխանյանը ասել է, որ Դովլաթյանը այն կինոբեմադրիչներից է, որոնց ստեղծագործությունը կինոյի իսկական դպրոց է դառնում։ Նա իր ֆիլմերում միատեսակ ուժով ներկայացնում է եւ պատմական եւ ժամանակակից թեման, կարողանում խոսել մարդկային բարդ փոխհարաբերությունների, մարդուն հուզող խնդիրների շուրջ։ Նրա մասին հիշելիս բոլորն էլ, ովքեր աշխատել են նրա հետ, նշում են, որ Դովլաթյանը մի ռեժիսոր էր, որը միշտ կարողանում էր գտնել ուշագրավ լուծումներ, որոնք ֆիլմերը դարձնում էին իսկական արվեստի գործ։ Իմ բախտը շատ բերեց, որ վերջի տարիներին մենք ոչ միայն հայր եւ որդի հարաբերությունների մեջ ենք Դովլաթյանի հետ, այլ նաեւ ընկերական, ավելին ասեմ գործնական հարաբերություններ, որպես ռեժիսոր եւ ռեժիսոր։ Պարզ է, ես նոր սկսնակ ռեժիսոր էի եւ շատ բաներ վերցրեցի իրենից, հիմնականում վերաբերմունքը դեպի քո մասնագիտություն, վերաբերմունքը դեպի քո գործ, կարևոր չի դա, դու ռեժիսոր ես, թե ասենք ինժեներ ես։ Ես նրան իսկապես համարում եմ ամենաբարձր արվեստագետների շարքն եմ դասում եւ ոչ միայն հայկական։ Եվ երջանիկ եմ, որ հնարավորություն ունեցա նրա հետ համագործակցել գրեթե բոլոր Երևանում նկարված ֆիլմերում։ Եվ պիտի ասեմ, որ շատ ինչպես ասում են, բազմավալենտ անձնավորություն էր, այսինքն նա կարող էր շփվել տարբեր մակարդակներով, պահպանելով սեփական դեմքը, պահպանելով սեփական կարծիքը, միևնույն ժամանակ, երբ անհրաժեշտություն էր լինում ինչ-որ մի բանում նրան փորձել համոզել, դա շատ դժվար էր իմիջիալից, բայց եթե կարողանում էին համոզել, լիներ դա նկարիչը, լիներ դա մոնտաժորը Գալինա Վասիլիևնան, լինեի ես, ընդունում էր։ Ամեն մի ռեժիսոր, որ այսօր աշխատում է, որոնք հասել են մի տարիքի, որ արդեն իրենք են կարծես արդեն հասուն ռեժիսորները, բոլորը ինչ-որ մի բանով կապված են Ֆրունզե Դովլաթյանի հետ, նրա ֆիլմերի հետ եւ նրա բարության հետ, եւ նրա մեծ սրտի եւ մեծ հոգուտի հետ, որովհետեւ նա բաժանում էր բոլորին անխնդիր, անխնա, առանց հաշվի առնելու եւ դրա համար շուտ գնաց։ Շատ շուտ մահացավ, թողնելով գիսած շատ գործեր։ Հայկական ինքնությունն ու հայ ազգը աշխարհում ներկայացնելու բարձր գիտակցումով այսպիսին է երիտասարդ, բայց արդեն համաշխարհային ճանաչում ձեռք բերած ջութակահար Սերգեյ Խաչատրյանը։ Նա սպասված է ամենուր աշխարհի ամենահեղինակավոր դահլիճներում, նրան դիմավորում են հոտնկայս ծափահարություններով։ Իմ գործընկեր Լիլիթ Սեթրակյանը նրան հանդիպել է Լոս Անջելեսում, որտեղ ջութակահարը կարճատև այցով եկել էր տեսնելու հարազատներին։ Իսկ տունը նրա համար Հայաստանն է, որին նա կապված է հոգով եւ սրտով։ Սան Ֆրանցիսկոյում համերգից հետո մինչև հաջորդ ելույթը ջութակահար Սերգեյ Խաչատրյանը մի քանի օրով Լոս Անջելեսում էր հարազատներին այցելելու։ Կարճատև հանգստից հետո մեկնելու է Նյու Յորք մենահամերգի։ 26-ամյա ջութակահարը Միացյալ Նահանգներում սիրված ու սպասված հյուր է։ Նրան այստեղ ճանաչում են դեռևս 2006-ի փայլուն դեբյուտից հետո։ Նյու Յորքում հերթական համերգը, ինչպես ամեն ելույթ, Սերգեյի խոսքով պատասխանատվություն է, քանի որ իրենից անբաժան է հայկական ինքնությունն ու իր ազգն աշխարհին ներկայացնելու գիտակցումը։ Ոչ միայն երբ որ ես բեմի վրա եմ, այլ ընդհանրապես չգիտեմ, մենք երևի իմ եւ իմ քույրս նենց ենք դաստիարակվել, որ մենք միշտ էլ չեմ ուզում ասեմ հպարտ ենք եղել, որ հայ ենք, բայց միշտ ունեցել ենք այդ մեր մեջ այդ հայությունը եւ համերգ նվագելուց իհարկե դու այդ զգացմունքը ունես, որ դու հայ ես եւ դու ոնց որ ներկայացնում ես քո ազգը։
Սերգեյ Խաչատրյանի ընտանիքը Գերմանիա է տեղափոխվել 19 տարի առաջ, երբ նա 7 տարեկան էր։ Օտար միջավայրն ու իրականությունը չեն հեռացրել նրան արմատներից։ Սերգեյը համարում է, որ ամեն ինչ կախված է ընտանիքի դաստիարակությունից, կձուլվես օտար հողին ոտք դնելուն պես, թե հայ կմնաց հոգով սրտով հայրենիքին կապված։ Ես ինքս գիտեմ սերունդներ, առաջի սերունդ, ոչ թե երրորդ սերունդ, որ արդեն հայ չեն։ Երբ որ համ մայրն է հայ, համ հայրն է հայ եւ բայց երեխան դու զգում ես, որ արդեն այդ լրիվ ինքը այդ մտածելակերպի հետ կապ չունի։ Մարդիկ կան ասում են, եթե դու մեկա ապրելու ես ուրիշ այլ երկրում, պետք է մտնես, փորձես այդ մտածելակերպով լինես, որտեղ տենց քեզ հետո հետագա քո կյանքի համար եւ քո գործերի համար քեզ այդ ավելի հեշտ կլինի, որը որ ես լիովին հասկանում եմ։ Ուղղակի այդ ուրիշ բան, որ ես այդ չեմ ընդունում։ Ամեն ինչ կարծում եմ, որ գալիս է մտածելակերպից եւ ինչքան այդ հայ լինելը քո մեջ իսկականից ուժեղ նստած է եւ ինչքան ես դու ուզում ես քո հետո երեխուն տալ։ Երիտասարդ երաժիշտն ասում է, որ քաղաքականությամբ շատ չի հետաքրքրվում, բայց միշտ հետևում է, ինչ է կատարվում Հայաստանում, ինչ խնդիրներ ունեն իր ընկերները։ Ամենամեծ խնդիրը համարում է երաժշտական որակյալ կրթության սահմանափակ հնարավորությունը, ինչի պատճառով շատ տաղանդներ երաժշտական կարիերան դրսում են կառուցում։ Հայաստանում այսօր մնացել են խորհրդային երաժշտական հզոր դպրոցի փշրանքները միայն, ցավով նշում է երիտասարդ ջութակահար։ Երիտասարդ ջութակահարները, որոնց որ ես ինքս անձամբ գիտեմ Երևանում, իրանք դեռ սնվում են սովետական ժամանակվա դպրոցից, որը որ շատ լավն էր, բայց այդ մնացորդներից, այսինքն մի քանի ժամանակ հետո որ այդ մարդիկ էլ ցավոք սրտի արդեն հեռուանան, այլ նոր բան չի գալիս, այսինքն նոր դասատուներ, նոր դպրոց կամ գոնե շարունակություն այդ դպրոցի։ Հայաստանում դեռ շատ կենսական խնդիրներ կան լուծելու, մինչև հերթն իր համար ցավոտ խնդրին հասնի, ասում է Սերգեյ Խաչատրյանը։ Մինչև այդ դրսում հաջողության հասած հայ մասնագետները կարող են ներդնել իրենց կարողությունները։ Միակ իմ լուծումն է, ինչ որ ես ինքս ինձանից կարող անեմ, ես կարող եմ հիմա ինչքան որ ես նվագում եմ, գնամ Հայաստան նվագեմ իմ ժողովրդի համար, հետագայում ես նույնիսկ մտածում եմ, որ եթե իհարկե հնարավորությունը լինի գնալ այնտեղ դասավանդել կամ ինչ-որ մի հատ դպրոց ստեղծել, բայց ուղղակի գիտեք, երբ որ դու ասենց ոնց որ կարիերայի մեջ ես, չես կարող դու այդ երկուսը իսկականից լավ անես։ Մենահամերգներով եւ իբրև սիմֆոնիկ նվագախմբի մենակատար հայտնի ջութակահարը հանդես է եկել աշխարհի տասնյակ երկրներում, ամենուր նրան սպասում է լիքը դահլիճ հանդիսատեսի ջերմ ընդունելությամբ։ Բայց ամեն ինչ այլ է Հայաստանում, եւ դահլիճը, եւ բեմն ու սեփական զգացումները, ասում է երիտասարդ երաժիշտը։ Ես կարծում եմ, որ դա իհարկե նաեւ նրանից է, որ ունկնդիրը, այսինքն հայ է, եւ իրանք էլ ինձ ընդունում են որպես ոնց որ իր զավակը, կարելի ասել, բայց նաեւ այդ տպավորությունը, այդ ջերմությունը դու նաեւ ինքդ քո գլխի մեջ ես ստեղծում նաեւ, որտեղ երբ որ դու դուրս ես գալի ու դու գիտես, որ այդ քո ժողովուրդն է, արդեն քո մեջ է ուրիշ մոտեցում ստեղծվում։ Հայաստան այցը երիտասարդ ջութակահարը երբեք չի պլանավորում, որոշում եւ մեկնում է արագ, երբ ժամանակ է լինում։ Ես համոզված եմ, որ այդ կապը, որը որ Հայաստանի հետ իմ մեջ կա, այդ երկրի հետ, միշտ էլ կշարունակվի։ Դրա համար ես միշտ կլինեմ այնտեղ, ինչ էլ որ լինի։ Լիլիթ Սեթրակյան, Օնիկ Գյուլեզյան, Առաջին լրատվական, Միացյալ Նահանգներ։ Այսքանը տաղավարում ձեզ համար աշխատում էր Շահանե Մեժլոմյանը, ես ձեզ հրաժեշտ եմ տալիս, ցտեսություն։